Ես տեսնում եմ մի կլոր բարձրահարկ շենք, ամբողջ շենքը ինքը սենց կլոր էր, մի համակարգչի տեղով, համ մի կամպյուտերի տեղով, այսպես լիք հազարավոր երիտասարդներ էին նստած, ու երիտասարդները նստած են իրանց գլխներին դրած էր այդ ականջակալները ու իրանք կենտրոնացած էին այդ համակարգչի մեջ, մեր ժամանակակից բառն եմ օգտագործելու, զոմբիացած էին այդ համակարգչի մեջ։ Գալիս էի, մոտենում էի, ականջակալները բացում էի ու Քրիստոսի ավետարանը էի խոսում, երազի մեջ այդ ամեն ինչը շատ արագ էր տևում։ Եվ ում որ Քրիստոսի ավետարանը խոսում է, ինքը ոնց որ սփափվում էր, կյանքի էր գալիս, ու ինքը դառնում էր մեզնից մեկը, ու մենք այդպես մոտենում, հաթաթ ամեն մեկին ազատագրում էինք։ Ու մեկ էլ ամբողջ շենքի մեջ շուխուռ ընկավ, ձայն ընկավ, հակաքրիստոսը գալիս է, հակաքրիստոսը գալիս է, նայում եմ ներքև ու տեսնում եմ հակաքրիստոսը իր բանակով, ատրճանակներով, զենքերով մտնում են այդ շենք, ու ես գիտեմ, որ իրանք եկել են մեր հետևից։ Ու երազիս մեջ այնպես է, ես պտտվում եմ այդ իմ թիմին, որ իմ հետ էր ասում, հիմա ցրվում ենք ամեն մեկս առանձին ենք ազատագրում այս երիտասարդներին։ Ու արագ այդ բազմությունը գնալով մեծանում է ու արթնացա։ Երբ որ արթնացա, ես հասկացա, Տեր իհարկե բացեց, հասկացա, որ սա վերջին ժամանակների մարտահրավերներից մեկն է լինելու մեզ համար։ Որ վերջին ժամանակներում մենք հիմա այդ ժամանակների մեջ ենք, որ համակարգիչը, ինտերնետային աշխարհը իր լավ կողմերից բացի ունի իր նույնպես դիվական ազդեցությունը, որ եկեղեցին կանչված է լինելու ազատագրում բերի ժողովրդին այդ աշխարհից։